Հանրային ռադիոյի եթերում վերնատունն է, ես Նազելի Օհանյանն եմ, ողջույն սիրելի ռադիո լսողներ, Հանրային ռադիոյի կայք էջում և ֆեյսբուքյան տիրույթում մեզ հետևողներ, դիտողներ, իմ հյուրն այսօր մուլտիդիսցիպլինար արվեստագետ Ռուզան Պետրոսյանն է։ Ռուզան Պետրոսյանն այսօր փոքրիկ արտ ռեզիդենսիներով է զբաղված, հյուրընկալում է արվեստագետներ աշխարհի մի շարք երկրներից, ինքը սիրում է ճամփորդել, նոր էմոցիաներ ու գաղափարներ ստանալ և դրանք արտահայտել, օրինակ ինստալացիաների կամ վիդեոարտի միջոցով։ Ողջույն Ռուզան, շնորհակալություն մեզ հյուրընկալվելու համար։ Ողջույն Նազելի ջան, քեզ եւս մեկ անգամ շնորհակալ եմ այս գեղեցիկ առիթը ինձ ընձեռելու համար, որովհետեւ ամեն անգամ հանրային ռադիո գալիս ես վերադառնում եմ իմ պատանեկան տարիները ու ինձ համար հաճելի հիշողություն է։ Շատ լավ, շատ ավելի հարմարավետ կլինի ուրեմն մեր զրույցը։ Ռուզան, ես ուզում եմ մեր զրույցը սկսել արվեստի կացարաններից կամ արտ ռեզիդենսիներից, որը շատ նորաձև է մեր օրերում։ Արվեստը ճամփորդություն է, հետազոտություն է եւ ցուցադրություն մեր օրերում, ժամանակակից արվեստը եւ կարելի է հավելել, որ նաև ժամանակավոր ցուցադրություն է, ոչ թե այսպես շատ երկարատև, այսպես ընթացք է ունենում։ Ի՞նչն է գրավում ձեզ այդտեղ։ Իրականում գաղափարի մեջ ինձ շատ գրավում է, երբ հանդիպում ես բազմամշակութային ստեղծագործողների, որովհետև այսպես սահմանափակման մեջ չես լինում եւ չես լճանում։ Ինքը շարժում կա իր մեջ, յուրաքանչյուր անգամ շփվում ես մի մշակույթի արվեստագետի հետ, մշակույթ կրող արվեստագետի հետ, ով փորձում է կիսել իր մշակույթը քեզ հետ եւ նաեւ քո արվեստը իր աչքերով ես փորձում դիտել, քո մշակույթը, երբ որ նա գալիս է Հայաստան։ Ինձ շատ դա է գրավում եւ հենց դա էլ պատճառն էր, որ ես որոշեցի զբաղվել արդեն 3-րդ տարին է արվեստի կացարան ծրագրով, ասեմ, որ Հայաստանում կա, ես միակը չեմ եւ վաղուց գոյություն ունի դա, ուղղակի յուրաքանչյուրը իր ձեռագիրը ունի, յուրաքանչյուրը փորձում է իր ձևով անել, չնայած մեսիջը, հաղորդագրությունը նույնն է։ Իսկ ընդհանրապես ի՞նչն է գրավում քեզ այդտեղ։ Ինձ շատ է գրավում, ինչպես արդեն նշեցի, շփումը, շարժումը եւ նաեւ ես շատ ինձ լավ եմ զգում, երբ որ արվեստագետը որևէ բան է հայտնաբերում եւ ներշնչվում է Հայաստանով եւ փոխում է իր ներկայացրած նախագիծը։ Շատ հաճախ երբ բացհայտ ենք տալիս, այնտեղ հայտի մեջ տեղ գոյություն ունի, որտեղ արվեստագետը պետք է նշի ինչ ծրագիր է ուզում իրականացնել Հայաստանում։ Բայց երբ որ գալիս է Հայաստան, միանգամից ծրագիրը փոխվում է, հիմնականում ազդվում է մեր խաչքարերով, եկեղեցիներով, հայկական մշակույթով, բնությամբ եւ կտեսնես հատկապես եթե գեղանկարիչ է, միանգամից այդպես իրար հետևից գեղանկարներ են ստեղծվում, որը ուրախալի է։ Ժամանակակից արվեստագետները գիտեմ, որ շատ են խոսում իրենց անձնական փորձառության մասին, նայելով քո տեսաարտը, վիդեոարտերը, տեսանյութերը, ես նկատեցի, որ դուք նույնպես ձեր եսից եք սկսում, երբ խոսում եք առհասարակ գլոբալ համազգային կամ համամարտկային խնդիրներից։ Ճիշտն ասած, հա, ճիշտ ես նկատել, իրականում եթե իմ աշխատանքները դիտեն, ավելի ճիշտ ես եմ այդպես կարծում, չեն կարող գուշակել, որ ես հայ եմ, որովհետև ես աշխատում եմ խոսել համաշխարհային խնդիրներից, ոչ մի ազգի այդպես նշույլ ես չեմ ցուցադրում իմ աշխատանքում, որպեսզի գուշակեն արդյոք արվեստագետը որ երկրից է։ Եվ փորձում եմ խոսել բոլոր մարդկանց անունից եւ գտնել այնպիսի խնդիրներ, որոնք չեն ճանաչում ազգություն նաեւ, որովհետեւ կան նաեւ խնդիրներ, որոնք ազգային են։ Իհարկե գուցե այդ տեսանկյունից մի փոքր նաեւ խոսում եմ ազգային խնդիրներից, բայց այնուամենայնիվ ինչ որտեղ նաեւ կարող եմ ասել իմ խնդիրներից եմ խոսում, բայց դարձյալ չէ որ ես էլ եմ ստեղծագործող արվեստագետ եւ իմ խնդիրը նույնպես մյուս արվեստագետների խնդիրը կարող է լինել
Դրա համար չեմ կարող հստակ ասել, որ ամեն ինչ իմ խնդիրների մասին է։ Ընդհանուր է, բայց երբեմն ինձ թվում է, որ իմ խնդիրներն են, բայց հետագայում պարզվում է, որ չէ, դա դիմացի ինչ որ մարդու խնդիրն է նույնպես։ Եթե խոսենք առհասարակ ճամփորդությունից, մեր զրույցներից մեկում դուք ասացիք, որ ճամփորդությունը նաև թերապիա է ձեզ համար, դուք սիրում եք խոսել քաղաքների, մարդկանց հետ ու հատկապես Փարիզի փողոցները, որը շատ լավ գիտեք, դուք անգիր, այսպես կարող եք նշել, սակայն չեք եղել Լուվրում։ Ճիշտն ասած, հիմա գուցե հիշողությունս թարմացնելու կարիք կա, որովհետև ես երբ ասում էի գիտեմ անգիր փողոցները, դա 2010 թվականին էր ու ինձ համար շատ զարմանալի է, նույնիսկ հիմա երբ վերհիշում եմ, այն ժամանակ գոյություն չուներ սմարթֆոն, գոյություն չուներ ինտերնետ, ես ունեի այսպես փոքրիկ մի հեռախոս, որը ուղղակի լուսանկարներ էր կարողանում անել, բայց ես ինչպես էի գտնում այդ փողոցները, մետրոյի մուտքը, ելքը, ես զարմանում եմ եւ նույնիսկ շատ ֆրանսիացիներ ինձանից էին փողոցը հարցնում։ Ես շատ եմ սիրում փողոցներ ուսումնասիրել, անգիր իմանալ կարճ ճանապարհները, ինձ համար սա ինչ որ, չգիտեմ, տարերքի պես մի բան է, հեշտ ճանապարհ գտնել, հիշել եւ այլն։ Իսկ ինչու չեմ եղել Լուվրում, որովհետև ճիշտն ասած ինձ մոտ մի փոքր քաղաքներ այցելելու նպատակը այլ է։ Ես չեմ սիրում ճամփորդել որպես տուրիստ, ես սիրում եմ կարճ բնակություն հաստատել, այսինքն դառնալ բնակիչ եւ զգալ քաղաքի զարկերակը, շփվել քաղաքի հետ, զրուցել քաղաքի հետ, ինձ համար դա շատ կարեւոր է քաղաքի հետ զրույցը։ Եթե ունենում է ինձ հետ այդ զրույցը տեղի է ունենում, ուրեմն այդ քաղաքը իմն է։ Եթե չի ունենում, ուրեմն դեռ ժամանակ կա։ Իսկ բոլոր ձեր գործերը այդտեղից են հենց սնվում ճամփորդություններից։ Կարելի է ասել, ցանկացած գուցե որևէ ինչ որ աշխատանք դիտելուց հետո նոր գաղափար եմ ունենում, կամ ինչ որ մեկի հետ զրուցելուց, կամ ճամփորդելուց, շատ տարբեր են, կամ որևէ խնդիր եմ ներքուստ ունենում։ Նաև հիմնականում, քանի որ ես աշխատանքները ստեղծելիս պատրաստում եմ, որպեսզի դրանք ներկայացնեմ փառատոնների, հիմնականում նաև ստեղծագործում եմ ըստ փառատոնի թեմայի շուրջ, տրվում է թեման եւ ես մտածում եմ ու ստեղծագործում եմ, բայց եթե թեման ինձ հարազատ չէ, չեմ ընտրում, որովհետև չեմ սիրում դա որպես ընկալվի պատվեր, այլ ստեղծագործությունը գա ինքնըստինքյան եւ ձուլվի թեմային։ Ռուզան, ես գիտեմ, որ դուք արվեստագետ չեք ձեր նախնական մասնագիտությամբ, այսինքն լրագրող եք եւ ձեզ որպես արվեստագետ արվեստի աշխարհ է բերել Ֆրանսիան։ Մի վիդեո արտով այդ մասին կուզեի խոսեինք, մի վիդեո արտի մասին կուզեի խոսեինք, որտեղ 16 տարբեր ազգությունների սեռի տարիքի մարդիկ գոռում են ուղակի եւ դուք առաջին անգամ այդ վիդեոյով դարձաք արվեստագետ։ Կուզեի այդ մասին խոսեինք։ Այո, առաջին մասնագիտությամբ լրագրող եմ եւ հիմնականում մշակութային ոլորտում եւ նաեւ շատ եմ աշխատել տեսախցիկով ու կարծես տեսախցիկը իմ երկրորդ ընկերը, անբաժան ընկերը լիներ եւ սկսած անալոգիա ֆոտոից մինչեւ թվային եւ չեմ հիշում 2014 թվականին որոշեցի ուղղակի այդպես դուրս գալ լրագրությունից, որովհետեւ հոգնել էի եւ որոշեցի հայտնվել արվեստում ու ստեղծել իմ առաջին վիդեոաշխատանքը, երբ նաեւ ասեմ, որ ինձ համար բացահայտեցի վիդեոարտը այդ ժամանակ, ավելի ուսումնասիրեցի եւ ինձ շատ դուր եկավ եւ մտածեցի ստեղծել մի աշխատանք եւ այն ընդգրկվեց ցուցահանդեսում Հայաստանում, միջազգային խմբակային ցուցահանդեսում, որտեղ միայն կին արվեստագետներն էին մասնակցում եւ բոլորը արդեն կայացած
Եվ դա ինձ ոգևորեց, որպեսզի շարունակեմ ստեղծագործել ու հետո երբ մեկնեցի սովորելու Ֆրանսիա, ճիշտն ասած ես սովորում էի այնտեղ ֆրանսերեն լեզու համալսարանում, բայց հետո որոշեցի կիսատ թողնել եւ դիմել այնտեղի արվեստի ինստիտուտը, համալսարանը եւ փորձեցի ներկայացնել այդ վիդեոն եւ մի շարք աշխատանքներ, նաեւ ինձ շատ հետաքրքիր էր ինչ կարծիք ունի Ֆրանսիան իմ աշխատանքի մասին, որովհետեւ ինձ համար կարեւոր էր, կարծես ինձ արվեստի կենտրոնը Ֆրանսիան է։ Իսկ որտեղից ծագեց այդ թեմայի այդ ընդհանրապես այդ գաղափարը։ Ես քանի որ գոռալ շատ եմ սիրում եւ մանկուց շատ եմ միշտ սիրել գոռալ ու երբեմն երազիս մեջ եմ գոռում, չգիտեմ ինչու։ Եվ այդ գոռալու թեման ինձ շատ հարազատ էր եւ փոքրիկ պատմություն կար եւ նաեւ ես սիրում եմ լողավազանում ջրի տակ գոռալ, որը շատ հետաքրքիր ձայն է, կարծես ջութակի ձայն լինի եւ ինձ համար հետաքրքիր էր ինչպես է մարդը գոռում, յուրաքանչյուր մարդու գոռոցը բնավորություն է եւ նաեւ ինձ հետաքրքիր էր տարբեր ազգի մարդիկ ինչպես են գոռում եւ նաեւ թերապևտիկ։ Եվ նաեւ այո, ինքը մեծ թերապիա է գոռալը ու ես բացահայտեցի, որ ոչ բոլորն են կարողանում գոռալ, որովհետեւ ամանչում են եւ ունեն բարդույթ եւ շատ հաճախ առավել եւս տեսախցիկի առաջ ես շատերին դժվարությամբ համոզեցի որպեսզի նկարեմ։ Իսկ ամենաբարձրը որ ազգության, որ սեռի ներկայացուցիչներն էին գոռում։ Բարձրը չգիտեմ, ուղղակի հիշում եմ, ես նկարեցի իմ վիդեոն ռադիոտան հարևանությամբ Չարենցի ամբողջները խելագարված այդ հուշարձանի մոտ, դա էլ էր ինչ-որ սիմվոլիկ, որովհետև վիդեո աշխատանքը շատ ճկուն իմաստ ունի, եթե կարելի է մի փոքր ասեմ, սա նաև երկխոսություն է մոր եւ երեխայի միջև, երբ մենք լույս աշխարհ ենք գալիս, սկզբից մայրն է գոռում, չէ, ճչում, հետո երեխան պատասխանում է իր գոռոցով, կարծես երկխոսություն է, նաև գոռոց է պատերազմին վերջ տալուն, նաև գոռոցը չունի լեզու, մենք գոռում ենք եւ հասկանում ենք բոլորս իրար, մի խոսքով այդ թեման է, դրա համար ընտրեցի այդ արձանը եւ ինձ պետք էր տարբեր սերունդի ներկայացուցիչ, մի երեխա խաղում էր այգում, հենց ռադիոտան հարևանությամբ, ես նրան արագ կանչեցի ու ասեցի կգաս գոռաս, նա եկավ այնպես արագ ուժեղ գոռաց, բայց շատ կարճ։ Ես շատ եմ հավանել հենց այդ հատվածը, երեխայի այդ անկեղծ գոռոցը, բայց նաև սա փոքրիկ խաղ է, կարելի է ասել, ես իմ աշխատանքներում փորձում եմ թեթև խաղային ժանր նույնպես մտցնել, այսինքն հրավիրել դիտորդին խաղալ ինձ հետ, փորձել նույնպես գոռալ, եթե համարենք սա նաև գենդերային թեմա եւ կին տղամարդ եւ նաև սերունդների վիդեո աշխատանքում կինը հաղթեց եւ ամենաերկարը գոռաց միջին երիտասարդ տարիքի կին ներկայացուցիչ եւ հայ, այսինքն հայը հաղթեց ու կինը հաղթեց։ Իսկ այդպիսի խնդիր եք դրել ձեր առաջ, թե ով կհաղթի կամ ով բարձր կգոռա։ Չէ, սա մոնտաժելու ընթացքում ինձ մոտ գաղափարը ծնվեց, որպեսզի ինքը խաղել լինի, որովհետև ես նկատեցի ցուցահանդեսին յուրաքանչյուր մարդ որ նայում է, հետո այդ արձագանքները յուրաքանչյուրը փորձում ենք նել գոռալ։ Իսկ այդ տեսանյութը զարգացման ցանկություն չարտնացրեց ձեր մեջ, այսինքն զարգացնելու թեման։ Ճիշտն ասած ունեմ մի քանի այդպիսի գաղափարներ, նաև ունեմ նկարած ջրի տակ շունչը պահել, գրքին քանի րոպե, որովհետև գոռոցը դա մի շնչով գոռալն էր խնդիրը եւ չէր կրկնվում նկարահանումը, այսինքն մի անգամ մի շնչով պիտի գոռաս եւ փորձում ենք տեսնել քանի րոպե կտևի եւ նաև այդպես ջրի տակ շունչը պահել Եվ նաև ունեմ գաղափար, բայց չհասցրեցի նկարել, աչքերը առանց թարթելու նայել։ Ռուզան, ձեզ համար տարօրինակ չէ, օրինակ շատերը մեզ լսում են եւ հաստատ իրենց համար տարօրինակ է, որ օրինակ արվեստը այնպես է փոխվել, որ հիմա մենք մեզ համար ինչ որ հետազոտություններ ենք անում փոքրիկ բացահայտումներ ենք անում եւ հանրայնացնում ենք, այսպես
Դա դրա մեջ ինչ որ մի տեսակի տարօրինակ բան կա, որ մենք թղթից ու մատիտից հեռացել ենք, որ մենք կտավի տարածքը այլևս սահմանափակ է մեզ համար։ Ճիշտն ասած չէ, այդքան տարօրինակ չի, որովհետև միշտ եղել է, որովհետև հետազոտումը միշտ եղել է, դու պիտի ինչ-որ բան որոնես, փնտրես, քեզ համար բացահայտես, հետո քո ներսից սկսվես դիմացինի հետ, հանդիսատեսի հետ։ Հենց դրանով էլ տարբերվում է, հա, արվեստի մարդը կլինի երգիչ, դերասան, թե նկարիչ կամ վիզուալ ստեղծագործող եւ այլն, որովհետև դու փորձում ես ցուցադրել այնինչ դու ես տեսնում, ինչը չի տեսնում նա, իսկ կապված թուղթ եւ գրիչ հիմա մենք արդեն տեխնոլոգիայի դարում ենք եւ ցավոք կամ էլ բարեբախտաբար չգիտեմ, ժամանակն է դա թելադրում եւ ես նույնպես հիմա շատ եմ նկատել, օրինակ երբ Ֆրանսիայում էի ապրում, ես նկատեցի, որ գեղարվեստի բաժին շատ դիմողներ չկան, այսօրվա սերունդին այդքան չի հետաքրքրում նկարելը, ինչքան ավելի շատ ինստալացիան կամ մեդիա դաշտը, գուցե բարդ է, չեն ուզում այդ շերտերով նկարչությունը սովորել, գծանկար այդ փուլերը անցնել, որովհետև պիտի շատ եւ հետո մեր ժամանակների պահանջներն էլ են փոխվել արդեն, արագացել է տեմպը, ըստ պահանջների գուցե պետք պիտի լինեն։ Չի նշանակում դա էլ է հեշտ։ Սա էլ ուրիշ դժվարություն ունի, որովհետև չափազանց բարդ է տեխնիկայի հետ աշխատելը։ Եթե թղթի հետ աշխատելը բարդ է, բայց ստանում ես լավ էներգիա թղթից, տեխնիկան խլում է էներգիա ու չի տալիս, որը կրկնակի հոգնեցնող է, սա մի դժվարություն է, որը կրկնակի է հաղթահարում։ Օրինակ, եթե կտավով նկարես կամ, չգիտեմ, ուրիշ թղթի, ուրիշ մատերիալի հետ աշխատես, փոխկապակցված էներգիա կա, պտույտ է լինում։ Իսկ տեխնիկան քեզ ոչինչ չի տալիս, ուղղակի խլում է քեզնից ու արդեն սպառվում ես, առավել եւս կոնկրետ ես ինձ համար կարող եմ ասել, որ ես եւ տեսանկարում եմ եւ մտածում եմ, ստեղծագործում եմ, ամեն ինչ անում եմ մոնտաժելու պահին արդեն սպառվում եմ ու ես չեմ կարողանում ուժերս հավաքել, որպեսզի իմ ուզածը ստանամ, որը դա շատ բարդ է տեխնիկայի։ Իսկ եթե թղթային լիներ կամ ինչ-որ այլ լուծում, ավելի հեշտ կստացվեր։ Իսկ այդ հետազոտությունները հաճախ որտեղ են լինում։ Հենց այնտեղ, որ դուք հաճախ լինում եք փողոցներում, մարդկանց միջավայրում, այդպես։ Կարող եմ ասել, այո, ես առհասարակ սիրում եմ մարդուն ուսումնասիրել, ամեն ինչ ուսումնասիրել, շատ հետաքրքրասեր եմ։ Երևի դա էր պատճառը, որ ընտրեցի նաև լրագրությունը, որովհետև ուզում եի բոլոր ոլորտում հայտնվել ու գաղափար ունենալ։ Ոչ թե լինել մասնագետը, այլ գաղափար ունենալ, որպեսզի հա մեր լեզվով ասած ապուշ հարցեր չտամ տվյալ մարդուն, գոնե ինչ որ հասկանամ ինչ է անում ինքը։ Ինձ շատ հետաքրքիր էր հայտնվել բոլոր ոլորտներում, իմանալ որը ինչ է եւ այլն։ Այդ հետազոտողի տեսակը իմ մեջ եղել է, բայց շատ եմ սիրում տրանսպորտի մեջ, երբ որ գնացքում եմ կամ ավտոբուսում կամ մետրո եմ շատ սիրում ուսումնասիրել մարդկանց։ Ինձ օրինակ շատ հետաքրքիր է ինչ է մտածում գերմանացին, երբ նստում է ավտոբուս եւ ինչ է մտածում հայը։ Եվ նաեւ շատ սիրում եմ լուսամուտներ դիտել եւ ինձ հետաքրքիր է որ լույսը վառվում է, ինչ է տանը կատարվում։ Շատ եմ սիրում ուսումնասիրել յուրաքանչյուրը ու ես հիշում եմ մի շատ փոքրիկ դեպք պատմեմ 2015 թվականին Փարիզում ինչ որ մի ցուցահանդեսի էի հրավիրված դահլիճում լուսամուտից այն կողմ պատահաբար տեսա շատ մոտ շենք, որտեղ մի տղա, երիտասարդ տղամարդ համակարգչի դիմաց ուսումնասիրում է։ Ես արագ զումով տեսախցիկս հանեցի եւ նրան լուսանկարեցի, շատ գեղեցիկ էր այդ սենյակը։ Ինձ շատ հետաքրքիր էր ինքը միայնակ իր համակարգչի առաջ ինչ է անում։ Միգուցե ինչ որ մեկի հետ գրվում է կամ ինչ որ մի պատմվածք է գրում կամ ինձ այդ փոքրիկ սենյակի մթնոլորտը, շունչեությունը շատ հետաքրքիր էր։ Ռուզան, ես ձեր մեջ երկու մարդ եմ տեսնում, լրագրող պապարացին եւ արվեստագետը։ Բայց ոչ դեղին։
Ամեն դեպքում այդպես անսպասելի տեղերում մարդկանց ֆիքսելը դա ձեզ չի վախեցնում։ Չէ, ես նշեցի դեղին, որովհետև ես միշտ այդ էթիկայի նորմը պահում եմ եւ սա ինձ համար է, ես միջև այսօր այդ ֆոտոն չեմ հրապարակել, սա ինձ համար է, ուղղակի որ հիշողություն ես ունեմ մի շատ գեղեցիկ ֆրանսիացի տղամարդու լուսանկար, գուցե տարիներ հետո հանդիպեմ, ասեմ ես քեզ լուսանկարել եմ, բայց ես դա չեմ հրապարակում ու առհասարակ ցանկացած եթե հետ գնանք որպես լրագրող, չգիտեմ, ինձով հիշում է, կարող է հաստատել, որ ես երբևէ իմ ստացած ինֆորմացիան չեմ հրապարակել ամբողջությամբ, բայց սիրել եմ ունենալ այդ ինֆորմացիան։ Շատ լավ, ինչ վերաբերում է լրագրությանը, լրագրությունը անմիջական տեքստի հետ է կապված նաև, տեքստի հետ աշխատանքը փոխարինել վիզուալով, ընդհանրապես ինչ դեր ունի այսօր տեքստը ձեր կյանքում, երբ որ արդեն հիմնականում վիզուալ եք ընկալում աշխարհը, այսպես ասած։ Մինչև հարցին պատասխանելը, ես քանի որ լրագրությունից խոսեցինք, ես շատ եմ սիրել լրագրության մեջ դույով խոսել, կուզեի որ մենք դույի անցնենք, չնայած ծրագիրը վերջանում է։ Սա փոքրիկ անակնկալ, հա, որպես ես սիրում եմ շատ տեքստը էլի անբաժան չի վիզուալից, որովհետև ես թերթում եմ աշխատել եւ գրել շատ եմ սիրում, եթե խոսեցինք տեխնիկայից, օրինակ մոնտաժելուց կամ թեկուզ երբեմն ես մատիտով պորտրետներ եմ անում, ես շատ ծույլ եմ այդ հարցով, հաճախ հոգնում եմ եւ չեմ աշխատում, բայց միակ բանը գրելն է, որ տեքստի հետ աշխատելիս ես չեմ հոգնում։ Ես կարող եմ ժամերով գրել եւ թերապիա ունենալ։ Երկու բան՝ գրել եւ քայլել։ Ես երբեք չեմ հոգնում, ես միշտ պահանջ եմ ունենում։ Դրա համար իմ աշխատանքներում տեքստերը ես հաճախ եմ օգտագործում եւ դրանք վիզուալ ձևով եմ օգտագործում, ոչ թե ձայնային, այլ ուղղակի էկրանին են հայտնվում վիզուալ տեսքով, շատ հաճախ ձայն չեմ օգտագործում։ Հետաքրքիր է։ Ես անցնեմ այս պահին դուի։ Սկզբից պիտի անցած լինեինք, բայց դե ոչինչ, թող լինի ուշացած, քանի որ ես սովորաբար իմ հարցազրույցները դուքով եմ դիմում հյուրերին, թեպետ անունով եմ կոչում, բայց դուքով եմ խոսում։ Շատ ներողություն, որ ուշից խոսեցինք, ես հյուր ունեմ, արվեստագետ, ինչ որ թեմայից էինք խոսում, ես փորձում էի նրան անգլերեն թարգմանել ուշ լինի, նուշ լինի, նոր որ խոսեցինք ուշացած, այս պահին ուղակի հիշեցի այդ մշակութային արտահայտությունների թարգմանության հետ կապված նույնպես երբ որ աշխատանքներում ուզում ես ինչ-որ մի մեսիջ ուղարկել, հայկական է գալիս, դա էլ է շատ դժվար թարգմանել, այս պահին։ Ռուզան, ես ուզում էի խոսել մուլտիդիսցիպլինար նաև արվեստագետ լինելու մասին, դա թույլ է տալիս, որ դու լինես ճկուն եւ բազմաժանր, թույլ է տալիս մտնել շատ բազմազան ոլորտներ, լինել ամենուր եւ ամենտեղ։ Եվ դա ինչպես է ազդում ընդհանրապես քո արվեստի վրա։ Դու կոմֆորտի մեջ ես նաեւ, որովհետեւ փորձում ես չսահմանափակվել, որ դու ստեղծագործես մի ժանրում։ Ես փորձում եմ օգտագործել այդ առավելությունը եւ հիմնականում միայն վիդեո չեմ ներկայացնում, վիդեոյի հետ անպայման ինստալացիա կամ երբեմն փոքրիկ գեղանկար կամ կլինի լուսանկար եւ նաեւ պերֆորմանս ինքը կարող է լինել շատ քեզ ճկուն ու մեծ հնարավորություն է տալիս հայտնվել արվեստի այն ճյուղերը, որոնք քեզ հետաքրքիր է եւ որը դու կարողանում ես անել։ Օրինակ, երբևէ ես չեմ մտածել քանդակագործության մեջ հայտնվել, ներկայացնել, բայց չգիտես, բայց չեմ կարծում ինձ մոտ կստացվի կամ կհայտնվի։ Իսկ ունեք գործ, որը առավել հաջող է համարում, այսինքն ստացված, հաղթած ամեն իմաստներով, սիրված նաև հանդիսատեսի կամ դիտողի կողմից։
Իրականում շատ անգամ իմ գործերը ես վերամոնտաժում եմ, միջև ինձ թվում է վերջացած է, բայց կրկին մոնտաժում եմ։ Երևի հենց այդ գորալը առաջին աշխատանքն է, որ ինչ ստեղծվել է, ինքը երբևէ չի մոնտաժվել եւ նաեւ հաջողության է արժանացել, որովհետեւ գրեթե որ փառատոնի ուղարկել եմ, ընտրվել է ինքը եւ ցուցադրվել է։ Եվ նաև դա էր ինձ համար պատճառ հաջողության, որ ես ընդունվեցի Ֆրանսիայում Գեղարվեստի, ինստիտուտը։ Ես կարծում եմ այդ աշխատանքն էր պատճառը, որովհետև ժյուրին շատ էր հավանել։ Զրույցի ժամանակ ես այդպես համենայն դեպս նկատեցի, որպես հին լրագրող, ով ունի սուր աչք, դա կարող եմ ասել, իսկ ինստալացիան Հայաստանյան միջավայրում Հայաստանյան միջավայրում մի անգամ եմ ներկայացրել, որովհետև այստեղ չկա ինչ-որ մասնակցեմ, ճիշտն ասած, պասիվ է մեզ մոտ, իսկ նույն ցուցահանդեսի նույն գործով մասնակցելը անիմաստ է արդեն։ Օրինակ ես չգիտեմ ինչ-որ փառատոն, որ ես կարող եմ այդ աշխատանքը Հայաստանում ցուցադրել։ Եվ արդեն ինքը հին է, 2014 թվականի է, ես չգիտեմ, որովհետև երբեմն կան պայմաններ, վերջին մի տարում աշխատած, ստեղծած աշխատանք, դրա համար, բայց Հայաստանում 2 անգամ ցուցադրվել է, մեկը ՆՓԱԿ-ում, մեկն էլ Կոնդում փոքրիկ այդպես ցուցադրություն եղավ, Աննա Գարգարյանն էր համադրողը, մեկ էլ այդտեղ ցուցադրվեց, 2 անգամ ցուցադրվել։ Իսկ ընդհանրապես Եվրոպայում ցուցադրվել եւ Հայաստանում ցուցադրվել կա որոշակի տարբերություն տարբեր մակարդակներում, ընկալումների մակարդակում, ընդհանրապես հանրության արձագանքների։ Հայաստանում շատ հաճախ ուղակի ցուցահանդեսին գալիս են հենց արվեստագետները եւ նաեւ իրենց ծանոթները, երևի շատ 10%-ն է, որ հանդիսատես է գալիս, որը տեղեկացված է, ուղղակի չասեմ մեր մշտական այցելու, կարծեմ Ժաննա էր անունը, տիկին Ժաննայի մասին, որ ամենտեղ կա, իսկ Եվրոպայում շատ կտեսնես ուղղակի հասկացող մարդ, ով ունի իր գրաֆիկը, որ այսինչ օր այսինչ ցուցահանդես է, պարտադիր պիտի գնա, եւ շատ ոգևորված գալիս են արվեստագետի հետ զրուցում են։ Հայաստանում էլ կա դա, բայց շատ ակտիվ չի, եւ նաեւ Հայաստանում ինձ մի քիչ կոմֆորտ չի, ես կուզեի երևի գուցե կա, բայց ես տեղյակ չեմ, բայց ես շատ կուզենայի, որ համադրողները մտածեին նաեւ այդ մասին, երբ որ ցուցահանդես լինի խմբակային, ներկայացվեն արվեստագետները, նաեւ միմյանց ներկայացվեն, որովհետեւ մասնակցում ենք մենք խմբակային ցուցահանդեսի անուններով կամ հիշում ենք կամ չենք հիշում, իսկ Եվրոպայում այդ մշակույթը մի քիչ կա, բայց դարձյալ գուցե ոչ ամենտեղ շատերը ինձ հետ չհամաձայնեն, բայց գրեթե այն ցուցահանդեսներին կամ առավել եւս փառատոններին, որ փառատոնը ավելի բարդ է ու 800-ից ավել մասնակիցներ կան, միշտ կազմակերպվում է վերջում ինչ-որ փոքրիկ հանդիպում, զրույց հանդիսատեսի հետ, որպեսզի դու տեսնես ով է քեզ հետ ցուցադրվող արվեստագետը եւ նաեւ տվյալ երկրի բնակիչը տեսնի հյուր արվեստագետին, հարցեր ուղի, դա ինձ շատ է դուր գալիս այդ կապը շփումը եւ նաեւ կարծիքները իրար խորհուրդ տալը, ել չեմ ասում համադրման կուլտուրան, որ ուղակի հնարավորությունները ուղակի ապշեցնող են, առավել եւս իմ դեպքում, որովհետեւ եթե գեղանկարչության դեպքում ուղակի պատ է անհրաժեշտ լավ ցուցասրահի, իմ դեպքում տեխնիկա էլ է անհրաժեշտ եւ նաեւ համադրում, օրինակ այդ գոռոցը, որ ես նկարել եմ, ինքը 2 տեսքով հնարավոր է ցուցադրել, նաեւ ես մտածում էի առանձին մոնիտորներով մի սրահում 16 հոգի, բայց մենք չունենք այդ հնարավորությունը։ Եթե կարելի է մի հատ էլ փոքրիկ բան ասեմ, ես վերջերս Դորտմունդում թանգարան էի գնացել, ուղղակի ապշել էի, թե թանգարանում ինչպիսի վիդեո ցուցադրումներ էր տեղի ունենում, ոչ թե վիդեոից էի ապշել, այլ համադրողից։
Ես հասկացա, որ մենք շատ լավ արվեստագետներ ունենք, վիդեոարտի մասին չեմ խոսում, որ առավել եւս շատ լավ ունենք, բայց չի ցուցադրվում լավ տեխնիկայով։ Շատ լավ, թերևս այսքանը Ռուզան, մեր հաղորդումն ավարտվեց, այդ շնորհիվ պիտի ընդհատենք մեր զրույցը, հուսով եմ այլ առիթներ կունենանք, երբ որ նոր ցուցահանդեսներ կունենաք, մենք այլ առիթներ կունենանք անպայման զրույցի, սիրելի ռադիո լսող, իմ հյուրն այսօր մուլտիդիսցիպլինար արվեստագետ Ռուզան Պետրոսյանն էր, զրույցը վարեց Նազել Յոհանյանը, կհանդիպենք։ Վերնատուն